Գարնանային ծառատունկի ժամանակ Անիի տնկած փոքրիկ Սոճին արդեն խորը արմատներ ունի, աճում է ու մեծանում։ Տարիներ անց այս տարածքում կլինի մեծ անտառ, որի ձևավորմանը Ակբաբանկի թիմից յուրաքանչյուրն իր տնկած ծառը կունենա։ Ես հիմա Սոճու մոտ եմ գտնվում, որը ես ինքս տնկել եմ մի քանի ամիս առաջ։ Իրականում մեծ ոգևորություն էր երկրորդ անգամ եւս ներկա գտնվել, հենց առաջին այն մոտիվացիան տեսնելու, թե ինչպես է քո տնկած ծառը, ինչ չափի է հասել։ Եվ այսօր տեսնում եմ, որ բավականին լավ խնամված վիճակ է։ Արդեն երկրորդ անգամ Ակբա թիմը վերադարձել է Գեղարքունիքի Ծաղկունք գյուղի հարակից շրջանը, կարևոր առաքելությամբ մեծացնել Հայաստանի անտառածածկն ու ունենալ ավելի կանաչ հայրենիք։ Ծառատունկը ինձ համար կյանքի խորհուրդ ունի, որովհետև ամեն տնկած տնկին հնարավորություն է ստանում նոր կյանքի, ու մեզ էլ է տալիս այդ հնարավորությունը, որովհետև առանց ծառերի մենք էլ կյանք չունենք։ Դրա համար առաջինը կյանքն է, կյանքի շարունակությունը։ Որոշել ենք, որ մեր բնությունը ավելի գեղեցկացնենք, հարստացնենք թթվածնով եւ կանաչ տարածությունը միշտ լավ է, քան այդ զանգվածը։ Ծառատունկին թիմով մասնակցելը ոչ միայն շրջակա միջավայրին, այլև նաեւ թիմային կոլեկտիվի համար շատ կարեւոր է, ամրապնդում է թիմային հարաբերությունները կոլեկտիվում։ Ակբաբանկի եւ Իմ անտառ Հայաստան կազմակերպության 5 տարի առաջ ստեղծված գործընկերության շնորհիվ տնկվել են հազարավոր ծառեր։ Ակբայի համար անտառների վերականգնման աշխատանքը բնության հետ կապի ստեղծումը եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը ռազմավարական արժեք է։ 2021 թվականին Ակբաբանկը դարձավ մեր առաջին գործընկերը եւ տնկեց առաջի 2500 ծառը։ Հայաստանի համար շատ կարեւոր էր, որպիսի Ակբաբանկի պես գործընկերներ լինեն, որպիսի կարողանան փոխեն մարդկանց մոտեցումը բնապահպանական խնդիրներ լուծելու առումով։ Ակբաբանկի մոտեցումը շատ մեզ օգնեց, որովհետեւ ինքը դառավ վարակիչ մյուս ընկերությունների համար, բոլորը ավելի խորը սկսեցին գիտակցել, թե ինչ կարեւոր է բնապահպանական խնդիրները լուծել։ Անտառավերականգնման նպատակով ստեղծված Իմ անտառ Հայաստան կազմակերպության տնկարաններում սերմերից աճեցվում է 15 տեսակի ծառ՝ կաղնի, թխկի, սոճի, կեչի, վայրի խնձորենի, տանձենի եւ այլ ծառատեսակներ։ Կաղնու ծառ եմ ձեռքին, այսօր մենք այստեղ տնկելու ենք ոչ միայն կաղնու ծառեր, տնկելու ենք նաև վայրի խնձորի եւ տանձի ծառեր։ Անտառները բնությանը կարևոր հատված է ու այդ անտառների ընդարձակման աշխատանքների մեջ իմ լուման ունենալու համար ես որոշեցի մասնակցել։ Ծառատունկ ենք անում թիմային աշխատանքով, թիմային ոգով, օրինակ ես Սարգսի հետ ինքը փորում է, ես տնկում եմ։ Մենակ մի քիչ բարդ կլիներ։ Իմ երազանքն է եղել Հայաստան տեսնել մեծ անտառներով, կանաչապատ ու Ակբայի ու My Forest Army-ի միջոցով ոնց որ իմ երազանքի մի մասը կատարվում է ու իմ ներդրումն եմ ունենում այդ գործում։ Իմ անտառ Հայաստան կազմակերպությունը նախատեսում է առաջիկա 10 տարում տնկել 15 միլիոն ծառ։ Սա աշխատանք է ապագայի համար, որի արդյունքում կունենանք էկոլոգիապես ավելի մաքուր, ջրային ռեսուրսներով հարուստ ու ավելի կանաչ Հայաստան։